Civic-ը։ Շնորհակալություն, բարև ձեզ, Բարև պարոն ձեզ։ Կարապետյան։ Շուտվանից ձեզ չէինք տեսնում։ Ասեմ, որ դուք հիմա իմ ծննդավայր Արտաշատում եք։ Շատ ուրախ եմ։ Գոհ են ձեր հայրենա, որ շփվում եք աշխատատեղերի Հարցում ստեղծումը։ չեմ արել, դեռ մոնիտորինգ չեմ արել, այնպես որ չեմ կարող Ուրախ եմ, պատասխանել։ որ կարողացել ենք այստեղ 180 մարդու ապահովել աշխատանքով։ Պարոն Կարապետյան, իմ հարցը վերաբերում է ձեր վերջին շրջանում հաճախ հնչող հայտարարություններին, որ Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է եւ այլն։ Մի տեսակ դիսկոմֆորտ չեք զգում, երբ որ նման հայտարարություն եք անում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններում ելքը որոշող ամեն դեպքում լինելու է քաղաքացու տված քվեն։ Տեսակ թքած ունենալու վերաբերմունքի դրսևորման կարծեք ականատես լինենք, երբ որ դուք դեռ ընտրությունները չսկսած, դեռ նույնիսկ քարոզարշավը չստացած, արդեն կանխորոշում եք, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետ։ Եվ ընտրակաշառքի թեման, քանի որ Արտաշատում ենք, մի երկու շաբաթ առաջ սկանդալային հաղորդագրություն հրապարակվեց իրավապահների կողմից, գիտեք, ձեր տեղի շտաբի աշխատակիցներն միմյանց հետ փոխանակվում ընտրակաշառք բաժանելու թեմայով, նրանց անմեղության կանխավարկած անշուշտ։ Երիցս հարգում եմ, բայց հարց. եթե իսկապես դուք ուժեղ եք եւ համոզված եք, որ հաղթելու եք գալիք ընտրություններում, ձեր Հայաստանի հաջորդ վարչապետն լինելու է ձեր հորեղբայրը, ապա ինչու եք դիմում ընտրակաշառքի մերժելի, քրեորեն հետապնդելի մեթոդին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Առաջի հարցին կարծեմ ես մի ծանոթ ուժ ունեմ, որի առաջնորդը մի անգամ հայտարարել էր, որ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Արդյոք չեք կարծում, որ դա շատ արգատելի վերաբերմունք է մեր ժողովրդավարությանը։ Արդյոք չեք կարծում, որ Հայաստանը վարչապետ չունենալու մասին պնդումը դա մեր պետականության հանդեպ անարգանք է, ժողովրդի կարծիքի եւ ընդհանրապես պետական ինստիտուտների հանդեպ անարգանք է։ Իհարկե այդպես է իմ կարծիքով։ Եթե դուք այդպես չեք, վստահ եմ դուք էլ եք կարծում, որ մեր երկիրը միշտ պետք է ունենա վարչապետ եւ այդ վարչապետը պետք է երրորդ անգամ մեր կարծիքով եւ հասարակության նշանակալի մասի կարծիքով, ում սահմանադրական իրավունքն է դա, մեր կարծիքով մեր երկրի վարչապետը երրորդ անգամ նույն մարդը պետքա չլինի, որովհետեւ ժամանակին այդ մարդը երրորդ ժամկետի համար գլխավորեց ժողովրդի դժգոհությունը։ Ժողովուրդը դժգոհ էր եւ այսօր էլ է դժգոհ, որովհետեւ վերջի 8 տարիները մենք չենք կարող ներկայացնել որպես մեր պատմության փայլուն շրջան ամենայն հարգանքով բոլոր գործիչների հանդեպ, որոնք եղել են այս ընթացքում ինչ-ինչ պաշտոնների Հայաստանում բարձր թե ցածր, բայց 8 տարվա արդյունքում մենք չենք կարող ասել, որ մեր երկիրը ապրել է իր ծաղկման շրջանը։ Մենք ունեցել ենք շատ բարդ շրջան եւ կարծում եմ, որ այդ բարդությունների համաստեղծողի, համապատասխանատուներից մեկի հետ ժամանակն է բաժանվել։ Երկրորդ հարցի հետ կապված իմ գործընկերները պատասխանել են այդ հարցին, վստահ եղեք, եթե այդպիսի բան լիներ Հայաստանում այս իրավիճակում իշխանությունները դա կօգտագործեին 50 անգամ ավելի թնդացնելով, դրա կա օրենքով սահմանված սահմանադրական իրավունք քարոզիչներ գրանցելու, որը իրացվում է բոլորի կողմից։ Թող սխալ տեղեկատվություն չտան, քարոզիչ գրանցելու խոսակցությունները երբեմն ներկայացվում են որպես կաշառքի առաջարկ, ինչքան ինձ բացատրել են մասնագետները, բայց իմ գործընկերները արդեն պատասխանել են այդ հարցին, հուսով եմ նաև մասնագետները ավելի կբացեն այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Ընտրակաշառք երևույթը շատ վատ վերաբերմունք ունեմ, ընտրություններից առաջ 30,000 դրամ բաժանել աշխատակիցներին մի հիմնարկի ընտրություններից մի ամիս առաջ, հետո մարդկանց համար տարբեր աշխատանքներ խոսք տալ, շատ վատ վերաբերմունք ունեմ։ Հեծում նշանակել
ձայն բերելու համար մարդկանց շատ վատ վերաբերմունք ունեմ։ Ես ընտրակաշառքներին, պետական հովանավորչությանը շատ վատ վերաբերմունք ունեմ։ Շնորհակալ եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։